Ie, ես գիտեի, որ մենակ եմ դրա համար ես եկել։ Ուր է Էդոն։ Մի րոպե։ Չէ, ստեղ էլ չի, մի րոպե մի հատ էլ դուխովկի մեջ նայեմ։ Ես քեզ լուրջ բան եմ հարցնում։ Երեք միասին էիք, չէ։ Դե եթե Էդոն տենց ասել, ուրեմն, հա։ Հիմա խաբել ա, թե ճիշտ է ասել։ Լիլ, մի բան հարցնեմ, հա։ Դու խելացի աղջիկ ես, սիրուն, տեսքդ լավն է, ամեն ինչը տեղն է։ Ինչի՞ ես տենց վազում հետևից։ Ում հետևից եմ վազում։ Էդոյի։ Լսի դու լավ չես։ Ես։ Տուն, դու։ Ուղղակի անհանգիստ եմ։ Երեկվանից չկա։ Նստի սպասի, ինչ ասեմ։ Նստի։ Իսկ կարող է հագնվես։ Ինչ անհարմար բան ստացվեց։ Լիլ, ես մի հատ առաջարկում եմ։ Համաձայն չեմ։ Բայց մինչև վերջ լսի, նոր ասա համաձայն չեմ։ Լսի, ասում եմ կարող եմ, դու էլ հանվես, ասես նստենք, Էդոն գա, մեզ տեսնի տենանք ինչ կանի։ Լավը չէր։ Յախք, ինձ զզվելի ես Վարդան։ Բայց ինչի լավը չէր։ Վատ առաջարկ էր։ Լսի, որ Էդոյի պապայի ընկերոջ տղան չլինեիր, չէ։ Ես ամեն ինչ անելու էի, որ Էդոն քեզ տնից դուրս անի։ Ինչի։ Խանգարում եմ քեզ։ Հա, ոչ շնաս խանգարում եմ, բա ինչ եմ անում։ Ես որ ստեղ չլինեի, դու կգայիր ու կյանքում չէիր գնա, չէ։ Չէ, դու ազդում ես Էդոյի վրա։ Վատ ես անդրադառնում։ Եղավ տատի ջան, եղավ։ Լսի մի հատ բան հարցնեմ, էլի մենակ ճիշտ է ասա։ Այդ ճիշտ է, որ դու Բրեժնևի հետ պաչիկով բարվես ունեց։ Վարդան, հինը դու ես։ Okay, ես հին եմ, ես վատն եմ, ես վատ եմ անդրադառնում Էդոյի վրա, ինչ եմ անում, հա։ Էդոյին ծխել եմ սովորացնում։ Էդոն որ գա, կասես զանգի, կասես որ անհանգիստ եմ։ Կներես ուղղակի ներկայությունը տանել էլ չեմ կարողանում։ Մի րոպե։ Ճանապարհ տուր։ Լսի, եթե ես Էդոյի տեղը լինեի, չէի թողի, որ ինձ սենց մանգաս։ Լսի, որ դու Էդոյի տեղը լինեիր, ես կուզեի որ ընդմիշտ կորես։ Այնք Մի րոպե։ Էդոն անհասկացող, էգոիստ երեխա է։ Եղավ։ Ինքը չի հասկանում իրան ինչա պետք։ Իսկ քեզ Լիլ, քեզ նորմալ տղա է պետք։ հետ նորմալ տղեն էլ դու ես։ Լսի, այդ իմ մտքերն ես կարդում, թե քո։ Ձերքս թող Էդոյին կպատմեմ։ Լավ։ Հիմա ձեռքդ բաց եմ թողնում։ Նենց չի որ Էդոյից վախեցա։ Ուղղակի չեմ ուզում որ նեղվես։ Հիմա գնա, բայց հիշի որ մի օր քո ոտով ես իմ մոտ գալու։ Գնա։ Անասուն։ Էդոն սրա մասին իմանա։ Անասուն։ Լիլի, Բարև։ ինչի ես լացում, Էդոյի հետ ես կռվել։ Չէ, Էդոն տանը չէր։ Բա ինչ ա եղել։ Վարդանն էր տանը։ Լսի կարող է իմանաս Էդոն ուրա, ուղղակի զանգում եմ չի պատասխանում։ Չէ, ես գիտեի տանն է, դրա համար եմ եկել։ Չէ, տանը չի, էլ չեմ դիմանում։ Այդ անասուն իրան նենց բաներ ա թույլ տալիս, որ ես պիտի անպայման Էդոյին պատմեմ, բայց չկա Էդոն ուրա։ Իվարկյան Վարդանն է ինչ-որ ավելորդ բաներ թույլ տվել իրան։
Հա, ձերս բռնել էր ու ահավոր բաներ էր խոսում։ Ես պիտի Էդոյին պատմեմ։ Բարձա։ Բայց մտածում եմ արժի Էդոյին պատմել։ Այսինքն Լսի, Վարդանը ինքն էլ չի հասկանում շատ ժամանակ ինչ է խոսում կամ անում։ Դու էլ գիտես դրա ուղեղը չորացել խոտ է դառել։ հետո ինչ։ Հետո այն որ եթե Էդոն իմանա սենց է պահում իրան, տալու է մի բան անի, հետո կրակն ընկնի։ Այսինքն թողեմ սենց։ Հավատա Վարդանը կես ժամից մոռանալու ընդհանրապես քեզ ինչ է ասել։ Ես Էդոյին կգտնեմ։ Ինձ թվում է հոր մոտ է տենց ժամանակ անջատում հեռախոսը։ Քեզ խնդրում եմ, հանգստացի ու տուն գնա, ես Էդոյին կգտնեմ, լավ։ Հա ինչ։ Ինչ։ Ուր էիր։ Դա հարց հա որ տալիս ես։ Չէիր կարում քայլեիր։ Հիմա քո ոտքով դուրս ես եկել, հա։ Չէ դուք լրիվ աննորմալ եք։ Պարշի ինչի համար է դուրս եկել։ Մենք իսկ ասեր կօգնեինք։ Ձեզնից օգնություն, լուրջ։ Ինչի։ Այդ միջև հիմա մեր հույսով չէիր արա։ Հաստատ քո հույսով չի։ Վիկա, այդ դու ինչ ես պաշտպանում։ Ճիշտ եմ անում, որովհետև ձեզանից մարդկանց պետքա պաշտպանել, դուք նորմալ չեք։ Հա, բայց բնական է որ։ Որ ինչ։ Որ մարդը կոտրված ոտքով մի կերպ հնարագտե դուրս է եկե կարիքները հոգա, իսկ դուք ստեղ հարցաքննություն եք սարքել։ Հարցաքննություն, որի ոչ մի հարցին ինքը չպատասխանեց։ Մենակ դու էիր խոսում, այդ որ ձենդ կդրի տենանք ինչ է ասում։ Ես նոր բան չեմ կարող ասեմ։ Հենա Վիկան սաղ ասեց, էլի։ Թող, մի արա Էդո։ Էդո թող։ Մեդորս մեկը չխարդվի։ Լսի ուշադիր քեզ ինչ եմ ասում, արա։ Դու վաղը մեզ տեղից կհանես, հասկացար։ Ես ես ոտով չեմ կարող երկար քայլել։ Այդ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ասում եմ լույսը բացվում է ու դու մեզ տեղից հանում ես, արա։ Թե չէ ինչ է։ Թե չէ կկապեմ ծառից։ Մենք է կգնանք։ Նրան էլ կողքդ կկապեմ, ով որ դեմը լինի։ Էդո, արի մի երկու օր մնանք, ոտս մի քիչ դզվի կգնանք։ Քո ոտը ավելի է վատանում։ Վիկատ չի ասել, որ ոտիդ վիճակը լուրջ է։ Ու քանի ես քո ոտի հարցը երկարում է, այդքան մենք ավելի շատ ենք լրվում ստե։ Ասացի վաղը գնում ենք։ Լավ, ոնց ուզեք։ Հիմա գնացեք հանգստացեք։ Հեսա մի քանի ժամից կլուսանա։ Վաղը շատ դժվար առնելու։ Ինչ անհրաժեշտ է այդ վերցրու, լավ։ Երկար ճանապարհ ենք գնալու։ Երկար ճանապարհ են գնալու, դրա համար վերցնում եմ։ Լիլ, ինձ չի թվում, որ այդ սելֆիի ձողը մեզ կփրկի գայլերից։ Ավելի լավ է դրա փոխարեն այս ադրենալինները վերցնենք, որովհետև մեզ պետք է գալու։
Հերվայնանում եմ։ Իրանց քարանձավից դուրս գալու համար էլ է պատրաստվել պետք։ Լավ, վեդո, թարգի։ Շատ ես ֆիքսում անիմաց բաների վրա։ Չէ, իմ մոտ տպավորությունն է, որ մենակ ես եմ ուզում ինչքան հնարավոր է շուտ ստեից դուրս գամ։ Սաղս էլ ուզում եք։ Բայց մենակ խոսալով չի, պետք է հավաքվեն։ Ոչ մեկս էլ չգիտենք մեզ ինչ է սպասվում։ Սաղիս համար էլ բարդ է դա։ Հա, որ գնանք Երևան, դու կգնաս հոկեբանի մոտ։ Կասես, որ այդ դոն ոչ մեկից չէր հասկանում։ Լսարանն է։ Մի երկու շաբաթից նոր տեղ կհասնենք։ Եթե ինչ-որ բան դուրդ չի գալիս, կարաս գաս գրկած տանես։ Չէ լուրջ։ Էլ ինչ անեմ ձեր համար, կարող է ասիլկա սարքեմ։ Ինչի ձեռիցդ կգա։ Լավ զզվցրեք դուք արդեն իսկականից։ Մանո, Լիլի, պրծեք, հարսանիք չենք գնում։ Պատրաստ ենք։ Ջուր կա։ Չէ։ Ապրես։ Արամ դու հաստատ կկարողանաս քայլել։ Դե մի քիչ դանդաղ կշարժվենք, բայց ոչինչ կքայլեմ։ Ուրիշ տարբերակ չունես։ Այսօր մեզ պետք է գյուղ հասցնես։ Թեկուզ մի ոտով։ Գիտես ինչ։ Ինչ։ Լավ, վերջ։ Ժամանակ մի կորցրեք, գնացինք։ Կխնդրեմ, հա։ Դու հաստատ կարաս քայլես։ Ինչ ես ուրիշ տարբերակ ունեմ։ Հետոյի ասածների վրա ուշադրություն մի դարձրա։ Եթե պետք է, ես քո հետ կարամ մնամ։ Ապրես շատ։ Հիմա դրա ժամանակը չի։ Ես քեզ ուրիշ բան էի հարցնում։ Կքայլեմ, Մարի։ Դրան ինչ եղավ։ Իզուր մի փնտրի չես գտնի։ Մամ, վախեցա։ Ինչի է դուրը փակուշացա։ Կոշիկները թանի անցիներս։ Մամ, կգանք խոսանք ուշանում եմ։ Դու ոչ մի տեղ էլ չես գնում։ Այսինքն Դու ես տանից դուրս չես գա այնքան ժամանակ, միջև չպատմես, թե ինչ է կատարվում։ Մամ, ինչ պետք է լինի։ Գնում եմ դասի, դուրը փակել ես վրես, ոնց որ 10 տարեկան երեխա լինեմ։ Այսինքն ուզում ես ասես ամեն ինչ նորմալ է։ Նորմալ է, հա, որ գիշերները ուշ ես տուն գալիս, կամ ընդհանրապես չես գալիս, զանգերից չես պատասխանում, կամ չգիտեմ ում հետ ես շփվում։ Մամ, ես քեզ 1000 անգամ ասել եմ, ուր եմ գնում, ում հետ եմ շփվում։ Դու ինձ հիմարի տեղ ես դնում։ Իլոնա, ես քո մայրն եմ։ Խնդրում եմ քեզ, եթե ինչ-որ խնդիրներ ունես, ինձ հետ խոսի, կիսվի, ավելի լավ, քան ես քեզ ոչ ոք չի հասկանա։
Ինչքան քեզ ասեմ, որ ոչ մի բան չկա։ Ընդամենը մի քանի անգամ ուշ եմ եկել տուն, սարքել ես պատմություն։ Մամա, հասկացի, ես էլ երեխա չեմ, հերիքա ներխուժես իմ անձնական տարածք։ Անձնական տարածք։ Այսինքն, եթե ես քո համար անհանգստանում եմ, դա նշանակում է ներխուժել անձնական տարածք։ Մի քիչ շատ բաց թողեցի քեզ էլ աղբորդ էլ, գիտես։ Դրա համար էլ հիմա այսօրին եմ։ Նրանից նորություն չկա, հիմա դու էլ ես ուզում նույն բանը անես։ Մամա, հերիքա ինձ ու Կարենին համեմատես։ Հերիքա իր արածների պատճառով ես տուժ եմ։ Ձայնդ չբարձրացնես իմ վրա։ Դուռը բացելու ես թե չէ։ Չէ։ Ես քեզ արդեն ասեցի։ Դու այս տանից դուրս կգաս մենակ այն ժամանակ, երբ որ ինձ կասես, թե ինչ ա կատարվում քո կյանքում։ Լավ, մամ, չփոշմանես։ Սրան նայեք, մի քիչ շուտ մեծացար։ Հենց չեմ կարողանում։ Դե լավ վեր կաց։ Որ մի քանի կիլոմետր գնանք, հա, կկանգնենք, մի քանի րոպե կհանգստանանք։ Հետ իրոք սպառվել եմ, չեմ կարողանում։ Վերցրու ես ադրենալինը խմի, կարենաս հաստատելի քայլես։ Բայց կլինի այդ խնայողաբարը օգտագործենք, որովհետև չգիտենք ինչքան ենք այստեղ մնալու։ Մանոն ճիշտ է ասում, այս էներգետիկները դեռ մեզ շատ են պետք գալու։ Կփորձեմ քայլել։ Մի րոպե կանգնեք, թող Արամը հանգստանա։ Տենց որոշեցիր, հա? Դավայ առաջ ենք եկելու։ Այդ լավ էլի չես տեսնում դեմքին գույն չկա։ Եկեք մի քանի րոպե մնանք մեկը, այդ մի քանի րոպեն բան չի փոխի։ Մեր ստեղ կորսած ամեն վարկյանը բան է փոխում։ Դավայ շարժվեք։ Շատ կա մինչև հասնենք քո ասած տեղը։ Ստեղ մի հատ մոստ կա։ Եթե քանդած չլինի, մի քիչ կկրճատենք ճանապարհը։ Արամ լավ էլի։ Փոխանակ հույս տաս։ Ավելի լավա ճիշտ ասի, քան անիմաստ հույս տա։ Լավ եկեք հույսներս չկտրենք։ Եթե այս տեմպերով գնանք, մինչև իրիկուն կհասնենք գյուղ։ Հա, ի վիճակի ես։ Լավ, ինչքան կանգնեցինք երիքա։ Դավայ շարժվում ենք։
Իսկ կարող է ինչ-որ մի բան ուտենք, նոր շարժվենք։ Լավ, ուզում եմ հասկանամ հիմա էլ քո կապրիզները պետք է տանեմ ես։ Լսի, քեզ ինչի է թվում, որ ամեն ինչ դու պետքա որոշես մեր փոխարեն։ Երբ կանգնենք, երբ խմենք, երբ քայլենք։ Մենք բոլորս հիմա գտնում ենք նույն կարգավիճակում ու բարի եղի հարգի մեր կարծիքը։ Մեկնումեկդ բացատրեք այս աղջկան, որ իր աղջիկ լինելը հլը հաշվի եմ առնում։ Բայց այդ ժամանակավոր է։ Վիկա դու էլ մեկ-մեկ սուս մնա, էլի, հասկացանք, սաղս հիմա լարված ենք։ Եթե ձեզ դուր է գալիս, որ ամեն ինչ ձեր փոխարեն Էդոնա որոշում, ինձ դուր չի գալիս։ Լավ, եկեք վերջ տանք, էլի այս խոսակցություններին ու ժամանակ էլ չվատնենք։ Եկեք, եթե Արամի վիճակի է, եկեք բոլորով գնացինք։ Ահա։ Հազիվ մեկը կարեցա մատ խելացի բան ասի։ Դա այ առաջ ընկեք։ Ասում ես ումներ այդ նարկոտիկները։ Էդոին։ Կրկնում եմ ումներ այդ նարկոտիկները։ Ձեզ Դավիթ։ Հիմա իրար հետ գնում ենք հիվանդանոց։ Անալիզները կհանձնես ու եթե պարզվեց, որ մեջդ մի գրամ է զիբիլից եղավ, այդ ժամանակ կխեղդեմ ոչ թե նրա համար, որ քեզ թունավորում ես, այլ նրա համար, որ ինձ խաբում ես։ Լավ, հասկացա։ Դե Էդոինը չի հիմնա։ Էդոնը տենց բաներ չի անում։ Այսինքն նա արել է, բայց մի քանի անգամ նենց չի որ դրա վրա նստած է։ ուր է հիմա այդ կարը։ Չգիտեմ։ Ձեզ Դավիթ լուրջ եմ ասում, չգիտեմ։ Լուրջ եմ ասում, չգիտեմ։ Ես ինչքան գիտեմ, իրանք ընկերներով են։ Հա, Կարենն էլ է հետ նրա։ Քուրը ասաց, որ Կարենն էլ չեն գտնում։ Քեզ հաստատ չեն ասել որտեղ են։ Հաստատ լուրջ եմ ասում, որ իմանայի ձեզ կասեի, ձեզ հաստատ կասեի։ Մենակ գիտեմ, որ կուրսով գնացել են Դիլիջան, այդքան բան։ Ահա։ Որտեղ։ Լավ։ Գտել են։ Մեքենա։ Լիդա Դավիթի հետ խոսել ես։ Ոչ մի նոր բան չկա։ Ոչ մի բան։ Ես էլ Մանայի հետ եմ խոսել։ Կարեն էլ չի զանգել, բայց ես դեռ հույս ունեմ, որ երեխեք նորից կապի դուրս կգան։ Լսի, իսկ են երեխու են Վիկայի ծնողներից ոչ մի արձագանք չկա։ Չէ։ Ինձ թվում է, եթե փնտրեին գոնե մեզ հետ կկապվեին։ Ես զարմանում եմ, ոնց կարելի է այդքան անտարբեր լինել երեխու նկատմամբ, ինել աղջիկ երեխու։ Այս ժամերն արդեն տարիներ են թվում, Լիդա։ Լավ ու գետնի տակ չանցան այդ երեխեքը։ Այս երեխեքի անհետանալու հետ կապված ինչ ասես մտքովս անցել է, հնարավոր ինչ պատճառ կա մտածել եմ։ Ախր ոչ մի տրամաբանություն չկա։ Ոչ մի սփոփող հանգամանք։ Գիտես, մի բան կա, որ… Ինչ։ Ինչ-որ բան ես իմացել։ Մի հանգամանք կա, որ մտածում եմ դրա համար է Լիլիթը անհետացել։ Դե ասա։
Միջև Դիլիջան գնալը ես ու Լիլիթը շատ լուրջ վիճեցինք։ Ես շատ ջղայնացա երեխուս վրա, երևի հիմա Լիլիթս նեղացած է ինձանից ու այս ձևով ա իրա բողոքը արտահայտում, հասկանում ես։ Բայց այդ ինչքան լուրջ պատճառ պիտի լինի, որ քեզ նման վիճակի մեջ գցի։ Դե գիտես, Լիլիթս էմոցիոնալ աղջիկ է։ Ես միշտ ավելի զգուշ եմ իր հետ խոսում, բայց այդ օրը չկարողացա ջղայնությունը զսպել։ Լավ, եթե Լիլիթը այդ պատճառով ա կորել, բա մյուսները։ Ասենք ես ընդհանրապես խնդիր չեմ ունեցել Մանոյիս հետ։ Ամեն ինչ կարգին ա եղել, նորմալ ճանապարհել եմ։ Չէ, հնարավոր չի, եթե նման բան լիներ, Մանոս ինձ հաստատ տեղյակ կպահեր։ Դե գուցե Լիլիթը չի թողել, որ տեղը չիմանանք։ Չէ, Լիդա, չէ։ Այդ վարկածը մոռանում ես։ Իրանք հասուն երեխեք են, հաստատ կհասկանային, որ անհանգստանում եք ու տենց բան չէին անի։ Չգիտեմ, Անուշ։ Փորձում եմ ամեն կերպ ինչ-որ մի հուսադրող բան գտնել։ Ես ուր ենք եկել։ Ամենաշատը սրանից էի վախենում։ Կամուրջի ուր արա։ Ախ, ձեր ես առնում ես։ Հանգստացի մի հատ, թող լսենք ինչ ասում։ Ինչ պետք է ասի, սաղիս է շի տեղա դրե։ Արամ հաստատ ճիշտ ենք եկել։ Հա, ասում եմ, ստեղ կամուրջ կար։ Բայց ես զգուշացել էի, որ հնարավոր է քանդած լինի։ Բայց ստեղ կամուրջի հետք էլ չկա։ Չէ, ստե մի բան են չի։ Յա, լավա ջոգիկ։ Չէ պետք է տաներ քիթեր սաղիս զորը, որ նոր հասկանայիք, չէ։ Արամ, եթե ստեղ կամուրջ եղածելներ, գոնե ինչ-որ հետք, ինչ-որ դետալ, ինչ-որ մի բան կմնար, անհնար անես քանդվեր, որ ոչ մի բան չմնար։ Դե ասում եմ, ստեղ կամուրջ եղել է հաստատ։ Մի 100 տարի այստեղ մարդ չի եկել։ Չգիտեմ էլ երբ է քանդվել։ Էդո, սպանելը լուծում չի, միակ մարդն ով տեղանքին ծանոթ է։ Էդո լավ էլի, ինչ ես անում։ Հա, բա պաշտպանեք։ Խոսքս իշեք սաղիս գերեզման էսիա փորելու։ Դու չես հասկանում, ես ես ոտով ոչ մի բան էլ չեմ կարող անեմ։ Վերջում էլ կպարզվի, որ ձև էիր բռնել։ Ոտիդ էլ ոչ մի բան չէ։ Դե լավ մի հատ եկեք հասկանանք ինչ ենք անելու, հեսա մութը կընկնի։ Պետք է ինչ-որ ապահով տեղ գտնենք։ Քարանձավից արդեն շատ ենք հեռացել։ Ստեղ մոտակայքում մի հատ տեղ կա։ Կարանք ընդեղ գնանք։ Արա դու կլնի վապշե ձենդ կդրես բար չխոսաս։ Հա, մենք մի բան կանենք։ Թե չէ գնալու ենք պարզվի իմացածը տեղն էլ չկա։ Դուք գիտեք։ Բայց տեղ շատ վտանգավոր է։ Հատկապես որ հեսա մութը ընկնում է։ Շատ հեռու է այդ տեղը։ Դե հիմա որ գնանք միջև մութ ընկնելը տեղ կհասնենք։ Վիկա, դու հիմա իրոք հավատում ես սրա ասածներին։ Իսկ ուրիշ տարբերակ ունեմ։ Եթե դու ավելի լավ բան ես մտածած, ասա։ Ուր պետքա գնանք։ Պիտի վերև բարձրանանք։ Հույսում եմ գոնե այդ քանդած չի լինի։
Ո՞վ ես դու արա։ Թող է դու։ Չեք հասկանում, որ իննա դու երեսի ասում արա, որ հետո այդտային կհասնեին կնդե, ասել ես գուշացել եմ, ով ես դու։ Ո՞վ է դու։ Ինչ ես անում։ Վայ։ Հետո ոնց որ վայրենը լինես։ Լրիվ գազան ես դարձել ես անտառում։ Ես անտառում գազանը չէ, ինչ ասես կդառնաս, որ միք չմնաս դե։ Անխմի։ Ուր է ասած այդտեղը։ Առաջին գի։ Կամաց։ Առաջին գի։ Արի հետո։ Ախպերես, ուրիշ տարբերակ չկա, գնացիք։ Բարցես։ Ես մեքենայի տիրոջ հայրն եմ, ձեզ պիտի զանգած լինեին իմ համար։ Հա, ասել են, հիմա մեքենայի ներսն ենք ստուգում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեքենայի մեջ բռնության հետքեր կան, կարող է պայքար ա եղել։ Ոչ։ Իսկ թալանված է։ Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, իսկ ինչ-որ բան վերցրածա թե չէ, միայն մեքենայի տերը կարող է ասել։ Մեքենայի մեջ ոսկյա շղթա կար, եթե թալանած լինեին կտանեին, դռները փակ էին, կողոպուտ ետքեր չկային։ Այսինքն ստացվում է մեքենան թողել են ստեղ, նոր են գնացել։ Այս երկու քաղաքացիները տեսել են 5-6 երիտասարդի հաղարծինի մոտ այս մեքենայով։ Հիմա մեքենան այստեղ է, իրանք որերորդ օրնա չկան։ Ուր ես Էդգար, ուր ես։ Իսկ աղա մեքենան փոխել են ուրիշ մեքենայով են գնացել, ոչ ոք չի տեսել։ Ինչ-որ բան հստակ ասելու համար դեռ շուտ է։ Լավ տղեկ, ես իմ համարը թողնեմ, պիտի խնդրեմ նորության դեպքում առանձին ինձ զանգեք։ Բայց կարիք կա, որ մի հատ էլ ձեզ զանգեք։ Չէ, կարիք չկա։ Շնորհակալ եմ։ Քեզ թակուն հարցնում։ Դից իրավիճակը լարված է, չեմ ուզում այդ ոնլսին ասել, անունով ելույթ ունեմ։ Կհասնենք հեսա։ Իզուր ես կողմով եկանք։ Ինչի։ Սենց ավելի խորացանք անտառի մեջ, մեզ պետք էր մյուս կողմը գնալ։ Դե բայց մենք հիմա պետք է Արամին վստահենք, որովհետև միակ մարդն է, ով տեղանքին ծանոթ է։ Հա, ու միակն է, ում մենք ծանոթ չենք, արի։ Եթե 10 րոպեից էլ չհասանք, ես չգիտեմ սրա այդ ինչ կանեմ։ Իրանից կախված չի։ Հա, Լիլ, ո՞նց ես։ Գիտե իմանամ։ Լիլս ինչ եմ ասում։ Եթե հանգարց մի բան ես չգնա, մի անգամից կփախնես, աղավ ինչ չնայես։ Գնաս դեպի Քարանձավի կողմ, այնտեղից կարաս կողմնորոշվես ու փուտի գնաս։ Ինչ ես տենց բան ասում։ Դու ուղակի լսի, ես քեզ ինչ եմ ասում, ինչ չնայես, մի անգամից կփախնես, հասկացար։ Այդ արդեն վախենում եմ։ Լի լսեցի՞ր ինձ ինչ եմ ասում քեզ։ Արի։ Եկեք։
Ես ինչ տուն է, այս որտեղից տեղ։ Չգիտեմ, մի մարդ է կառուցել։ Անունը չեմ հիշում։ Բայց ուզում եմ հասկանամ, ում էր պետք էս ամմայի տարածքում այս տունը կառուցելը։ Երևի ինտրովերտ է եղել։ Ահա։ Կամ էլ մանկական տրավմաներ ա ունեցել, եկել այստեղ բուժվի դեպրեսիայից։ Լավ գոնե պահպանվել է։ Ես ոչ չունեի որ կգտնենք։ Մենակ լսել եմ ես տան մասին, չէի տեսել։ Եկեք։ Սպասեք հլը։ Ինչ գիտենք ով կա, ինչ կա ներսում։ Հա, բայց ով պետք է լինի։ Դու մտածում ես էսի պատահական է մեզ բերես տեղ։ Լավ էլի էդ։ Արդեն համահանում ես, ամեն ինչի վրա կասկածում ես։ Չեմ կասկածում։ Զգուշանում եմ։ Դուք գիտեք։ Չեք ուզում գաք մնացեք ստեղ։ Մենք գնացինք։ Այդ Վստահ ես։ ինձ թվում է սա գիշերը անցկացնելու համար լավ տարբերակ է։ Էդ արի ներս մտնենք, հա։ Հո դրսում չենք մնալու։ Ամել հեսա կմտնի։ Լավ, բայց գուշ ենք լինում, բոլորս։ Էս ումն է։ Դե արդեն ասեցի էլի։ Բայց ոնց որ պահիտակ ամեն ինչ թողած դուրս եկած լինի։ Բայց ինչ իմացար։ Ինչից ենթադրեցիր։ Սեղանին հաց կա։ Բաժակը։ Կարող է դուրս է եկել մտածելով, որ հետ կվերադառնա ու այդպես էլ չի վերադարձել։ Դե գուշակություններ անել է հիմա իմաստ չունի։ Ցավում է։ Ինձ թվում է չեմ էլ զգում արդեն։ Երկար քայլել ես, լարված է ոտը։ Մի քիչ նստի կսկսես զգալ։ Գիշերը ցուրտ է առնելու։ Գրակվարել է պետք։ Դե քանի մութը չի ընկել, 4 ցախ բերեք։ Արա կլինի դու հրամաններ չտաս մեզ։ Արի կար։ Երեխեք, ասում եմ, բայց տեղ ավելի լավ է, քան քարանձավում, չէ։ Եթե դուրդ գալիս է, կարող ես այստեղ էլ մնալ։ Մանո, դու էլ ու չասեցիր։ Ստեղից դուրս գալու շանս կա։ Վաղը հակառակ կողմով քիչնենք։ Իսկ այնտեղ կամուրջ կա։ Չէ։ Նենց իջնում ենք Լորվա անտառների կողմը, էլի։ Ճիշտ է, այնտեղ գնացա շեմ, բայց դա կարելի է փորձել։ Բա գազանները Չեն հանդիպի։ Չգիտեմ։
Տնակը հիշեցնում էր հեքիաթների կամ էլ արկածային գրքերի մի կացարան, որտեղ կամ չար վհուկներն էին ապրում մարդկանցից հեռու անտառի մեջ, կամ էլ ծերունիները, ովքեր կյանքի և ճակատագրի ճակատագրի Մանո, զգացել ես, հենց սկսում ես գրքիդ հետ կապված ձայնագրություն անել, հետո հանում ես սկսում ես չիպս ուտել։ Արի մի բան հասկանանք, կամ պիտի ձայնագրություններդ քչացնես, կամ էլ ուղղակի այլ չիպսը չի հերիքի։ Ոչինչ, ձեր չիպսերից կուտեմ։ Բայց դու մուզ լավ էլ ուտում ես իմ չիպսերից։ Շատ համավա։ Ես ինչ։ Ալբոմա։ Հա։ Արամի ոտը գնալով վատանում է։ Սենց որ մնա վաղը չի կարողանա քայլի։ Չի կարողանա քայլի, թո սողալով գա, ինչի հետաքրքրում։ Հետ։ Այսքան դաժանություն քեզ որտեղից։ Կար ես դաժան չեմ։ Ես ուղղակի պաշտպանում եմ մեզ բոլորիս։ Մեզ բոլորիս կար։ Հիմա արի գնանք, չեմ ուզում երկար դրան թողեմ աղջիկներ հետ։ Տեսնես ովքեր են ես մարդիկ։ Մի ամբողջ կյանք այս ալբոմի մեջ։ Ման, էներգետիկը քո մոտ է։ Հա, պայուսակիս մեջ է։ Մանո, այս ինչ է։ Ինչ է։ Էս քո հեռախոսն է։
Վերջ, այսօր չենք պրսի։ Մանա քո հետ եմ, էս ինչա։ Ինչ ա եղել։ Մանոյի հերոխսը իր պայուսակի մեջ էր։ Ոնց։